Ապրիլի 1-ից այդ ծրագիրը երկնարկում փոփոխության գումարը վճարելով է 40,000 դրամ թոշակառուներին, անչափահասներին, աշխատողներին Այսինքն խոցելի խավերին էլի, հա։ Մեկ դրանից հետո այն ընտանիքները, որոնք 55,000 դրամի չի ապահովում, յուրաքանչյուր ընտանիքի այդ անդամին 40,000 պլյուս ընտանիքի անդամներին 10,000 դրամ։ Մոտորապես մի 40,000 դրամ դուրս է մնում է 50,000-ից։ Որին ջան, դուրս։ Այս ընթացքում որ նստացեք, նաև ենթադրաբար տարբեր մարդիկ գալիս մոտենում են, հնարավորություն լինում է այլ ընդհանուր հավաքագրելու մարդկանց նաև մտահոգությունները, խնդիրները, ինձ թվում է նաև վրանի հիմնական բանը նաև ֆունկցիոնալության առումով այն է, որ նաև հնարավորություն է այս երկու շաբաթը մարդկանց են ինտենսիվ բանանել, որովհետև մարդիկ սկսած ինֆորմացիայի պակասից վերջացած առհասարակ թե ինչ է տեղի ունենում, մարդկանց մոտ որտեղ մի քիչ բաց կա ու հատկապես այն համատեքստում, որ կան նաև շրջանակներ, որ փորձում են իրավիճակը անդադ խեղաթյուրել, նաև ձեր այս նախաձեռնությունը հանրավակից սկսած մինչև դրա շարունակականություն լրիվ այլ կերպ ներկայացնելու, դրա համար այս տեսանկյունից կարծում եմ, որ բանիշներթի նաև դուք, բայց դեզանով նաև բոլոր շահագրգիռ կողմերը կապված հենց հասարակական թե քաղաքական ակտիվություն կներկայացնեն, շատ կարևոր է, որպեսզի կարողանան իրականությունը մարդկանց ներկայացնել, որովհետև սա մի բան է, որը խնդիրը սկսում է մեր ազգային նշանակություն ունեցող հարցերից եւ տպավորություն կա փորձ է արվում, որ այս ամբողջական ներկայացնեն որպես սոցիալական խնդիր կամ սոցիալական իհարկե դրա բաղադրիչը եւս կա։ Դրա համար այս տեսանկյունից մենք էլ շատ սիրով ընդունել ենք նաև ձեր առաջարկը, թեև անընդհատ կապի մեջ ենք ֆորմալ, ոչ ֆորմալ առումով, նաև իրար լավ ճանաչելով, հանդիպելու, խոսելու, հասկանալու թե ոնց ենք շարժվելու, բայց ես կարծում եմ համար նաև լավ հնարավորություն է մի հատ շատ ավելի առարկայական քննարկելու, թե մենք բացրանից որ ունենք մեր պատկերացումներով, ոնց կարանք մեր մոտեցումները ներդաշնակեցնենք եւ հասկանանք, որ ընդհանուր խնդիրների լուծման տեսանկյունից ոնց եք դուք պատկերացնում եւ ոնց եք պատկերացնում նաև մեր ներգրավվածությունը այս process-ում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ կարևոր է, որ քարոզչա մեքենան այս փուլում փորձում է ինչ անել, տարանջատել արցախցիների խնդիրը Հայաստանում ապրող մեր քաղաքացիներից։ Սա միայն Արցախի ու արցախցիների խնդիրը չէ, սա մեր բոլորիս խնդիրն է եւ վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարողանալու ենք լուծել։ Ցավոք սրտի այնինչ ներկայացրել են կառավարությանը, նրանք պատրաստական են եղել քննարկելու միայն սոցիալական խնդիրները։ Շատ կարևոր է խոսել արցախցիների հավաքական վերադարձի մասին, չխոսել գերիների մասին անթույլատրելի է մեզ բոլորիս համար։ Իրենց կողմից նախաձեռնվել է 2-3 անգամ հանդիպել ենք վարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, որպես ինֆորմացիա դրասենք։ Դե նախկինն է, չէ՞։ Չէ, գործը։ Չէ, դե մեր ժամանակը չկա։ Հիմա ունենք մի այնպիսի իրավիճակ, որ ինչպես իրենք են ասում, սկսելու են բանակցությունները զորայական կետից, նախապայման եղել է այն, որ վրանը պետք է հանենք, բայց ինչպես պարոն Աբրամյանը նշեց, այն հատակը, որտեղ մենք շփվում ենք մեր քաղաքացիների հետ, լսում ենք իրենց մտահոգությունները, հավաքագրում ենք այն բոլոր խնդիրները, որ ամբողջությամբ ներկայացնենք կառավարությանը։ Ունենք այսպիսի մարտահրավերներ, ցավալի է իհարկե լինելով մեր հայրենիքում խոսել մեր իրավունքների մասին, բայց կարծում եմ առողջ քննարկում կունենանք եւ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը կգտնենք։ Շատ լավ, եթե թույլ կտակ երկու բառեր, իհարկե միանշանակ սա ոչ միայն արցախահայերի խնդիրն է, սա հայության խնդիրն է եւ Հայաստանի Հանրապետության խնդիրն է, ինչքան էլ այս նիկոլիստական կապիտուլյանտ ռեժիմի ներկայացուցիչները փորձեն դիստանցավորել եւ մոռացության տալ Արցախյան հիմնահարցը, Արցախյան հիմնահարցը կա։ Արցախի խնդիրը չի վերացել, Արցախի խնդիրը առկա է։ Ի վերջո մենք այս պահին գտնվում ենք մի հրապարակում, որտեղ ծնվել է երրորդ հանրապետությունը, եւ այդ երրորդ հանրապետությունը ծնունդ է Արցախյան շարժման։ Չգիտեմ, շատերը մոռանում են, բայց երրորդ հանրապետությունը ծնունդն է, հետևանքն է Ղարաբաղյան շարժման, Ղարաբաղ կոմիտեի, մեր ժողովրդի պայքարի,
եւ այսօր էլ գործող սահմանադրությամբ եւ անկախության հռչակագրով դա մեր պետության պարտավորությունների մեջ է մտնում։ Չմոռանանք, որ 20 թվականի հուլիսին այս իշխանությունները ընդունել են ազգային անվտանգության ռազմավարություն եւ այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ իրենց այսօրվա կառավարիչի ստորագրությամբ նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Արցախի անվտանգության երաշխավորն է։ Այսինքն նոր սահմանություն չկա եւ Նիկոլ Փաշինյանի կամքը կամ կարծիքը կամ ԿՊ-ի չի կարող ավելի բարձր լինել, արժեքավոր լինել, քան Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը, սահմանադրությունը եւ անկախության հռչակագիրը։ Ինչպես գիտեք, Հանրապետական կուսակցությունը իր ստեղծման օրից միշտ պայքարել է Արցախի ինքնորոշման իրավունքի համար, մեր կուսակցության առաջնորդները բոլորը եւ Աշոտ Նավասարսյանը եւ Անդրանիկ Մարկարյանը, իսկ Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, գիտեք, եւ Արցախի հերոսներն են եւ Արցախյան պայքարի ղեկավարներից են եղել եւ այստեղ մեր կարծիքը չի փոխվել։ Մենք շատ հստակ կարծիք ունենք, մենք պետք է կարողանանք մենք վեր կանգնելով խմբային շահերից փորձել սատար կանգնել Արցախայության եւ վերադարձի իրավունքին, եւ ինքնորոշման իրավունքին, իհարկե շատ լավ հասկանում ենք, որ հիմա Արցախը գերության մեջ է, բայց ով է ասել, որ հայրենիքը մի անգամ են ասատագրում։ Եթե մենք, սրանց նպատակը մեկն է, որպեսզի մենք մոռացության տանք 88-ի Արցախյան շարժման իդեալներն ու գաղափարները։ Սա, եթե որևէ սերունդ մոռացության մատնեց Արցախյան շարժումը եւ նրա իդեալները, Արցախայության խնդիրը եւ սարքեցին այս խնդիրը ընդամենը 40+10 դրամի խնդիր, մարվելու է գնա ոնց որ ժամանակի մարվելա նախիջևանցիների հարցերը, շահումյանցիները եւ այդպես շարունակ։ Արցախի հարցը չկա իմ համար առանձին Արցախյան հարց։ Կա, ինչպես մեր հարգարժան եւ մեծարգո Բակո Սահակյանն է ժամանակին ասում, կա հայկական հարցի Արցախյան դրսևորում։ Էլ չեմ ասում, որ սրանք չեն խոսում առհասարակ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերության մասին։ Դա մեր բոլորիս ամոթն է, եւ ոչ թե նրանք են գերության մեջ, մենք բոլորս էլ գերության մեջ ենք։ Դրա համար, որպեսզի վերամբարձ բառեր չասենք, եկել ենք մեր սատարումը հայտնել ձեզ, հանրապետականը եւ իր իշխանության տարիներին, եւ անկախության առաջին տարիներին, եւ 18 թվականից հետո, եւ 20 թվականից հետո երբեք չնայած աշխարհակաղակական իրավիճակի փոփոխությանը, մենք ունենք կարմիր գծեր։ Այդ երկու կարմիր գիծը դա Հայաստանի անկախությունն է եւ Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը։ Սա է մեր երկու կարմիր գծերը։ Շնորհակալ ենք, երևի թե քննարկումը պետք է խնդրենք մեր հարգելի լրագրողներին առանց տեսախցիկների։ Շնորհակալություն։